Մարդկային կյանքը լի է անսպասելի շրջադարձներով, բայց երբեմն ամենադաժան հարվածները մենք ստանում ենք նրանցից, ում ամենաշատն ենք վստահում։ Սա պատմություն է խղճի, դավաճանության և ուշացած զղջման մասին։ Մի պատմություն, որը ստիպում է վերանայել ամեն ինչ։ Տիգրանը սովորական աշխատասեր հայ տղամարդ էր, ով տարիներ շարունակ քրտնաջան աշխատում էր արտագնա աշխատանքի մեկնելով, որպեսզի իր ընտանիքը ոչ մի բանի կարիք չունենա։ Նա պաշտում էր իր կնոջը, Անիին, և հոգու չափ սիրում էր իր մորը, տիկին Սիրանուշին։ Սիրանուշը հեզաբարո, կյանքի դժվարություններից կորացած մեջքով մի կին էր, ով ամուսնու վաղաժամ մահից հետո միայնակ էր մեծացրել որդուն, զրկելով իրեն ամեն ինչից, միայն թե Տիգրանը ուսում ստանա ու մարդ դառնա։ Երբ Տիգրանը ամուսնացավ Անիի հետ, Սիրանուշը ուրախությունից արտասվում էր, մտածելով, որ վերջապես իր տունը կլցվի ուրախությամբ և թոռների ճիչերով։ Սակայն իրականությունը այլ էր։ Անին սկզբում փորձում էր լինել հարգալից, բայց ժամանակի ընթացքում նրա իրական դեմքը բացվեց։ Նա սիրում էր շքեղությունը, սիրում էր ազատությունը և տանել չէր կարողանում սկեսրոջ ներկայությունը։ Տիգրանը հաճախ էր բացակայում երկրից, ամիսներով մնալով Ռուսաստանում, և այդ ընթացքում տան իսկական տերը դառնում էր Անին։ Ամեն անգամ, երբ Տիգրանը զանգում էր, Անին բողոքում էր. «Մայրդ անտանելի է դարձել, Տիգրան, ամբողջ օրը փնթփնթում է, մոռանում է գազը անջատել, երեխաներին վախեցնում է իր հիվանդ տեսքով։ Ես հոգնել եմ, ես չեմ կարողանում ապրել իմ ուզած կյանքով»։ Տիգրանը, հեռվից լսելով այս խոսքերը, փորձում էր խաղաղեցնել կնոջը, խնդրում էր համբերել, ասելով, որ մայրը ծեր է, պետք է հարգել, բայց նա չէր տեսնում, թե ինչ է կատարվում փակ դռների ետևում։ Մի անգամ, երբ Տիգրանը հերթական անգամ մեկնել էր երկարատև գործուղման, Անին որոշեց վերջ դնել այս ամենին։ Նա այլևս չէր ուզում խնամել ծեր կնոջը։ Մի ցուրտ նոյեմբերյան առավոտ Անին մտավ սկեսրոջ սենյակը և սառը ձայնով ասաց. «Մայրիկ, հավաքվիր, գնում ենք բժշկի, հետազոտման, մի քանի օր պետք է մնաս հիվանդանոցում»։ Սիրանուշը, ով վերջին շրջանում իրոք թույլ էր զգում իրեն, հավատաց։ Նա դողդոջուն ձեռքերով հավաքեց իր փոքրիկ պայուսակը, դրեց մեջը Տիգրանի մանկության լուսանկարը, որը միշտ պահում էր բարձի տակ, և հետևեց հարսին։ Մեքենան երկար գնաց։ Սիրանուշը նայում էր պատուհանից դուրս և սիրտը ինչ-որ վատ բան էր գուշակում։ Նրանք կանգ առան քաղաքից հեռու գտնվող մի մոխրագույն տխուր շենքի դիմաց։ Դա ծերանոց էր։ Երբ Սիրանուշը հասկացավ, թե որտեղ են իրենք, նրա աչքերը լցվեցին արցունքներով։ Նա բռնեց Անիի ձեռքը և աղերսեց. «Աղջիկս, ինձ մի թող այստեղ։ Ես ձայն չեմ հանի, ես ոչինչ չեմ ուզի, միայն թե տանը վնամ, իմ որդու տանը։ Տիգրանը գիտի սրա մասին»։ Անին կոպտորեն ետ քաշեց ձեռքը և ասաց. «Տիգրանը հոգնել է քեզնից, սա նրա որոշումն է։ Նա ասաց, որ այլևս չի ուզում քեզ տեսնել տանը, մնա այստեղ և մի խանգարիր մեր կյանքին»։ Սա սուտ էր, սարսափելի սուտ, որը կոտրեց մոր սիրտը։ Սիրանուշը լուռ մնաց։ Եթե իր որդին է այդպես ուզում, ուրեմն նա կհնազանդվի։ Նա մտավ այդ սառը շենքը, հետ չնայելով, որպեսզի հարսը չտեսնի իր արցունքները։ Անցան ամիսներ։ Անին Տիգրանին խաբում էր, ասելով, որ մայրը գնացել է գյուղ, քրոջ մոտ մնալու, որովհետև այնտեղ օդը մաքուր է։ Տիգրանը զբաղված լինելով աշխատանքով և վստահելով կնոջը, հավատում էր։ Նա պարբերաբար գումար էր ուղարկում, որը Անին ծախսում էր իր հագուստի և զարդերի վրա, մոռանալով անգամ դեղորայք ուղարկել ծերանոցում գտնվող կնոջը։ Բայց ճշմարտությունը ջրի նման է, այն միշտ ճանապարհ է գտնում։ Տիգրանը որոշեց անակնկալ անել և տուն վերադառնալ նախատեսվածից 2 շաբաթ շուտ, որդու ծննդյան օրվա առթիվ։ Նա գնեց մեծ նվերներ, ծաղիկներ կնոջ և մոր համար ու ուրախ սրտով մտավ տուն։ Տանը լռություն էր։ Անին ցնցվեց տեսնելով ամուսնուն դռանը։ «Տիգրան, դու շուտ ես եկել», կակազեց նա։ Տիգրանը գրկեց կնոջը, համբուրեց երեխաներին, հետո հարցեց. «Բա մայրս դեռ գյուղում է, զանգի թող գա, կարոտել եմ, նվեր եմ բերել»։ Անին գունատվեց։ Նա սկսեց արդարանալ, թե հեռախոսը անհասանելի է, թե ճանապարհները փակ են։ Տիգյանի սիրտը կասկած մտավ։ Նա դուրս եկավ բակ ծխելու և հանդիպեց հարևանուհուն, տիկին Սեդային։ Սեդան, տեսնելով Տիգրանին, մոտեցավ նրան, աչքերը լի արհամար հանքով։ «Բարի գալուստ, Տիգրան», ասաց նա սառը, «եկել ես վայելես փողերդ, թե հիշել ես, որ մայր ունես»։ Տիգրանը զարմացած նայեց նրան։ «Ինչ ես խոսում, տիկին Սեդա, մայրս գյուղում է, հանգստանում է»։ Հարևանուհին դառը ծիծաղեց։
Գյուղում քո կինը 5 ամիս առաջ խեղճ կնոջը տարավ գցեց ծերանոց ու ասաց, որ դա քո հրամանն է։ Ամբողջ թաղը խոսում է այդ մասին, իսկ դու ոչինչ չգիտես։ Տիգրանի աշխարհը փուլ եկավ։ Նա զգաց, թե ինչպես է գետինը փախչում ոտքերի տակից։ Նա վազեց տուն, բռնեց Անիի հուսերից եւ գոռաց. «Ուր է մայրս, ճիշտն ասա, թե չէ կսպանեմ»։ Անին վախից դողալով խոստովանեց ամեն ինչ։ Նա փորձում էր արդարանալ, թե դա արել է ընտանիքի խաղաղության համար, բայց Տիգրանը այլևս չէր լսում։ Նա նստեց մեքենան եւ խելագարի պես սլացավ դեպի այն ծերանոցը, որի հասցեն տվել էր Անին։ Ճանապարհին Տիգրանը աղոթում էր։ Նա խոսում էր ինքն իր հետ, խնդրում էր Աստծուն, որ մայրը ողջ լինի, որ հասցնի գրկել նրան, ծնկի իջնել ու ներողություն խնդրել մի բանի համար, որն ինքը չէր արել, բայց որի մեղավորը զգում էր իրեն։ «Մամ ջան, դիմացիր, ես գալիս եմ, ես քեզ տուն կտանեմ, ես քեզ ձեռքերիս վրա կպահեմ», շշնջում էր նա, արցունքները խառնելով ճանապարհի փոշու հետ։ Երբ նա հասավ ծերանոց, արդեն մութն ընկել էր։ Նա ներխուժեց ընդունարան։ Բուժքույրը, տեսնելով նրա խելագարված հայացքը, վախեցած կանգնեց։ «Ես Սիրանուշի որդին եմ, ուր է նա, ինձ տարեք նրա մոտ»։ Բուժքույրի դեմքը փոխվեց, նա իջեցրեց աչքերը եւ լուռ մնաց։ «Ուր է մայրս», գոռաց Տիգրանը ցնցելով կնոջը։ «Ցավում եմ», շշնջաց բուժքույրը։ Տիկին Սիրանուշը 2 ժամ առաջ մահացավ։ Նա սպասում էր։ Ամեն օր նստում էր պատուհանի մոտ ու նայում ճանապարհին։ Նա ասում էր տղաս գալու է։ Այսօր նա շատ վատ էր, բայց մինչև վերջին շունչը ձեր անունն էր տալիս։ Տիգրանը ծնկի իջավ հենց միջանցքում։ Նրա կողորտից դուրս թռավ մի անմարդկային ճիչ, որը ցնցեց հաստատության սառը պատերը։ Նրան տարան հիվանդասենյակ։ Մահճակալին պառկած էր նրա մայրը, փոքրացած, սփռտնած, բայց դեմքին խաղաղ ժպիտ։ Նա կարծես քնած լիներ։ Տիգրանը մոտեցավ, գրկեց մոր սառը մարմինը եւ սկսեց համբուրել նրա ձեռքերը։ Այն ձեռքերը, որոնք իրեն մեծացրել էին, այն ձեռքերը, որոնք կոշտացել էին աշխատանքից։ «Մամ, վեր կաց, ես եկել եմ։ Մամ, աչքերդ բաց, խնդրում եմ։ Ես չգիտեի, մամ ջան, ես չգիտեի», հեկեկում էր հսկա տղամարդը երեխայի պես։ Բուժքույրը մոտեցավ եւ Տիգրանին մեկնեց մի ծրար։ Սա նրա բարձի տակ էր։ Խնդրեց, որ անպայման ձեզ փոխանցենք, եթե գաք։ Տիգրանը դողացող ձեռքերով բացեց ծրարը։ Ներսում Տիգրանի մանկության նկարն էր եւ մի թուղթ, գրված դողդոջուն ձեռագրով։ Տիգրանս, լույսս, եթե կարդում ես սա, ուրեմն ես արդեն գնացել եմ հայրիկիդ մոտ։ Մի տխրիր, բալես։ Ես գիտեմ, որ դու ինձ չես լքել։ Ես գիտեմ, որ դու տեղյակ չես եղել։ Մայրական սիրտը չի կարող սխալվել։ Ես Անիին ներել եմ, դու էլ փորձիր ներել։ Նա քո երեխաների մայրն է։ Միայն խնդրում եմ, զավակս, երեխաներից սովորեցրու սիրել ու հարգել ծնողին, որպեսզի նրանք երբեք չանեն այն, ինչ արվեց ինձ հետ։ Ես քեզ սիրում եմ մինչև վերջին շունչս։ Մնաս բարով, իմ հպարտություն։ Տիգրանը սեղմեց նամակը կրծքին եւ երկար ժամանակ չէր կարողանում շարժվել։ Այդ գիշեր նա ոչ միայն մորը կորցրեց, այլև իր կյանքի իմաստը։ Նա վերադարձավ տուն լուռ։ Անին փորձեց մոտենալ, բայց Տիգրանի հայացքն այնքան դատարկ ու սարսափելի էր, որ կինը քարացավ։ «Հավաքիր իրերդ», ասաց Տիգրանը ցածր ձայնով։ «Դու այլևս տեղ չունես այս տանը։ Դու սպանեցիր մորս եւ սպանեցիր մեր ընտանիքը»։ Անին լաց էր լինում, աղաչում, բայց Տիգրանը անդրդվելի էր։ Նա դուրս հանեց կնոջը այն տնից, որը կառուցել էր սիրով, բայց որն այժմ դարձել էր դժբախտության օջախ։ Տիգրանը մնաց մենակ իր մեծ տանը։ Ամեն անկյունում նա տեսնում էր մոր ուրվականը։ Նա հասկացավ մի պարզ, բայց դաժան ճշմարտություն։ Ոչ մի գումար, ոչ մի շքեղություն չի կարող փոխարինել հարազատ մորը, եւ ամենասարսափելին այն էր, որ նա ուշացել էր։ Ընդամենը 2 ժամ, բայց այդ 2 ժամը արժեցավ մի ամբողջ կյանք։ Սիրելի ընկերներ, այս պատմությունը թող դաս լինի բոլորիս։ Գնահատեք ձեր ծնողներին, քանի դեռ նրանք ողջ են։ Զանգեք նրանց, այցելեք, գրկեք, որովհետև մի օր դուք կարող եք վազել, շտապել, բայց հասնել միայն սառը շիրմաքարին ու փակ դռներին։ Ծնողի օրհնանքը ջուր է, որը կյանք է տալիս։
իսկ արցունքը՝ կրակ, որը կարող է այրել ձեր ողջ ճակատագիրը։